Այգ մրցանակաբաշխություն կամ ինչպես հեղինակներն են ասում, այգաբաշխություն։ Հեռուստատեսության 25 տարվա փորձը, ոլորտում ունեցած դերն ու հեղինակությունը թույլ են տալիս, որպեսզի ցայգը այգ ծնի։ Ցայգ հեռուստաընկերությունը այս տարի նշում է իր հիմնադրման 25-ամյակը, սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ու առհասարակ Կովկասում որպես նախատիպ առաջին հեռուստաընկերությունը ոչ պետական, մասնավոր, եւ մենք մեզ թույլ տվեցինք, որ հաշվի առնելով մեր 25 տարվա աշխատանքային փորձը, այս տարի իրականացնենք նման մրցանակաբաշխություն։ Մրցանակաբաշխությունը անվանել ենք այգ, որովհետև ցայգը մինչ այգաբաց այդ իմաստ ունի, իսկ այգը մենք վստահ ենք, որ այս ամենով կարողանանք նոր լուսաբաց կամ նոր մակարդակի վրա բերել այն ամեն ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ազատ խոսքին ու մամուլին։ Կազմակերպչական հանձնախումբը երկարատև ուսումնասիրություններ, դիտարկումներ եւ վերլուծություններ անելուց հետո առանձնացրել է, թե ովքեր կամ որ կառույցներն են հանրային, հաշվետվողական ու հրապարակային աշխատել։ Ցանքի հիման վրա ձևավորվել են անվանակարգերը՝ համայնքի ղեկավար, քաղաքական գործիչ, պետական կառույց, համայնքային ծառայող մարզային վարչության ղեկավար, հասարակական կազմակերպություն, ուժային կառույց։ 7 անվանակարգ յուրաքանչյուրում առաջադրված առնվազն 3 թեկնածու, իսկ վերջին խոսքը 7 անդամից բաղկացած ժյուրիինն է։ Փակ ու գաղտնի քվեարկությունը կլինի որոշիչ։ Ժյուրիի կազմը բաղկացած է 7 անդամից, նրանցից 3-ը ցայգ մարզային հեռուստաընկերության հիմնադիրներն են, 4-ի մասին փակագծերը չենք բացում, բայց քաղաքում հեղինակություն ունեցող ճանաչված մարդիկ են, ընտրվել են նրանք, քանի որ իրենք անաչառ կկարողանան թափանցիկ ընտրություն իրականացնել։ Չենք փորձում հաջողանալ որևէ պաշտոնյայի, դրա կարիքը ցանկությունը չունենք։ Դրա համար ժյուրիի կազմում ընտրված են այնպիսի մարդիկ, որոնք քաղաքում կաշկանդված չեն ոչ պաշտոնով, ոչ գործով, ոչ էլ խնամյա բարեկամական հարաբերություններով։ 3 հատուկ մրցանակ է սահմանված, դրանք քվեարկության ենթակա չեն։ Որոշումն այս դեպքում կազմակերպչական հանձնաժողովն է կայացրել։ Անգամ ասեմ, որ պարգև կունենանք հետմահու, ճակետներ չբացել։ Պարզապես այն մարդիկ, ովքեր խոսքի ազատության, հրապարակային խոսքի, ինչու՞ չէ նաև քննադատության հարցում ներդրում ունեն, պետք է հիշել, որովհետև ես իսկապես կուզենայի, որ ցանկացած լրագրող ով ներդրում ունի, իրեն չհիշեին հետմահու, դա երևի թե մեր հայերիս թերությունը չէ, հիմնականում պարգևն ու ամեն ինչը հիշենք մարդու մահանալուց հետո, դա ընդհանրապես մեկը ասեցի հատուկ մրցանակներից, ես ուզում եմ, որ մարդիկ գնահատվեն անժամի կյանքի օրոք ու գնահատվի իրենց կատարած աշխատանքը։ Հաղթողների անունները մինչև վերջին րոպեն գաղտնի կպահվեն։ Մրցանակաբաշխությունն ամենամյա է դառնալու։ Այգը բոլորիս է, բոլոր պետք է աշխատենք, որ ինքը ավելի մասսայական դառնա, աշխարհությունը ավելի լայնանա։ Ինքը իր բնույթով կոմերցիոն պրոյեկտ չէ, ինքը ուղղակի մեր լրագրողների, լրատվական ոլորտի, մեդիա ոլորտի աշխատողների, այսպես ասած, գնահատականն է, տարբեր սեկտորի մարդկանց տարբեր աշխատանքի գնահատականն է։ Քանի որ հասարակական լայն արձագանք պետք է ստանա, նաև հաշվի առնվել այն հանգամանքը, որ պետք է հասարակությունը առավելագույնս տեղեկացված լինի բոլոր պրոցեսներին, եւ նախապատրաստական եւ բուն պրոցեսին եւ վերջում բնականաբար արդեն ցուցադրման ժամանակ ամանորի գիշերը մարդիկ տեսնեն լուսավորված, գրագետ լուսավորված, գրագետ երաժշտական ուղեկցության միջոցառում։ Իսկ նախքան միջոցառման մեկնարկը ամեն ինչ բոլոր հնարավոր քայլերը ինչ իրականացվում է, դեռ կգտնի մեր Facebook-յան պաշտոնական էջում։ Այգաբաշխությունն անակնկալներ է խոստանում։ Երեկոն անց է կացվելու Ոսկեբլուրում դեկտեմբերի 21-ին։ Ներկա գտնվել ցանկացողները պետք է դիմեն Ցայգ մարզային հեռուստաընկերություն։ Հեռուստատեսային տարբերակը Ցայգի եթերում կլինի ամանորի գիշերը։ 7 անվանակարգ, 7 անդամից բաղկացած անաչառ ժյուրիի կազմ, 7 դափնեկիր, այգ մրցանակաբաշխություն։ Ցայգ հեռուստաընկերություն այսօր